Տիկին Սողոյան, դուք այսօր գրառում եք կատարել, մասնավորապես Բագրատ Սրբազանի և մյուսների գործի վերաբերյալ, նաև նշելով, որ ՄԱԿ-ի փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել ոչ միայն 18 արդարների գործը, այլև ընդհանուր համատեքստը և 109 անձ պետական ապարատի ռեպրեսիաներից տուժած է համարվել։ Մի փոքր ավելի փակագծեր կբացեք, ինչ է սա իրենից ենթադրում։ Ուրեմն, նայեք, ՄԱԿ-ի փորձագիտական խումբը ձևավորվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ բարձր հանձնակատարի ենթակայության ներքո գործող հատուկ զեկուցողներից և էքսպերտներից։ Մենք ի սկզբանե դիմել ենք ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարին հակահաբեկչական և մարդու իրավունքների գծով, խնդրելով մեր կառավարությունից պահանջել այս գործի վերաբերյալ հաստատուն բացատրություն, թե ինչքանով է իրանց պատկերացրած ահաբեկչությունը համապատասխանում միջազգայինորեն ստանդարտներով պատկերացրած ահաբեկչությանը ու ոնց կարելի է այս գործը համարել ահաբեկչական եւ ի լրումն մեր այդ հիմնական արգումենտի իհարկե ցույց տալով ամբողջ համատեքստը սկսել էինք ներկայացնել ամենասկզբից Սրբազան պայքարի դեմ այս ռեպրեսիվ ամբողջ շղթան։ Սկսած նրանից, թե ինչպիսի բռնություններով ճնշվեցին Սրբազան պայքարի հավաքները, հունիսի 12-ի դեպքը, Զարյա 3 նռնակների նետումը, որի արդյունքում առնվազն Human Rights Watch-ի տվյալներով 83 մարդ վիրավորվել էր, ներառյալ լրագրողներ և քաղաքացիական անձինք, մեկ մարդ զրկվել էր իր դաստակից, բազմաթիվ մարդիկ, բազմաթիվ վնասվածքներ էին ստացել, շարունակելով նաև այս ամբողջ համատեքստը, թե ինչ ռեպրեսիվ գործիք է կազմակերպվել։ ՄԱԿ-ի փորձագետները ի զարմանս մեզ և ի պատիվ իրենց ամբողջ նյութն են քննարկման առարկա դարձրել, այսինքն տեսել են, որ սա մի պատահական դրվագ չի, էլի, մի հատ ինչ-որ մի դատախազ չի, որ հանիրավի մեղադրանք է առաջադրել, այլ սա սիստեմատիկ պետության գործողություններն են ուղղված մարդկանց ազատ խոսքը լռեցնելու, հավաքների ազատությունը խոչընդոտելու, դատական համակարգը իրենց ենթարկեցնելու համար, այսինքն 6 մանդատով, ինչի են 6 փորձագետներ, որովհետև 6 մանդատ է ներառել այս խնդիրը, որ իրանք տեսել են, և համապատասխան շատ խիստ շեշտադրումներով հարցադրումներ են ուղղել Հայաստանի Հանրապետությանը, իդեմս ՄԱԿ-ում մեր մշտական ներկայացուցչի, որ խնդրում են պարզաբանեք այս երկրում ինչա կատարվում։ 8 ամսվա ընթացքում մասնավորապես որ դրվագների վրա էին ուշադրություն հրավիրում եւ արդեն կոնկրետ ձեր ներկայացրած փաստարկներից որից հետո ավելի այսպես ասած շահագրգռված կամ ինչպես դուք ձեր խոսքում նշեցիք հույս չունեիք կամ չէիք կարծում, որ այդ կերպով կարող են անդրադառնալ ու ընդհանրապես ընդհանուր գործը դիտարկել։ Տեսեք, որ ասեմ լրացուցիչ հարցադրումներ եղել են, չէ, եւ ինչի 8 ամսվա, ոչ թե մի տարվա ցանկացող կա խնդիրներ, որովհետեւ տեսեք հունիսից մինչև դեկտեմբեր եղել է իրականում այդ աշխատանքը 1 տարվա էր, 8 ամիսը բուն այն հաղորդակցություններ, որը վարվել է ՄԱԿ-ի հետ, նախորդող 4 ամիսներին ահռելի ուղղակի աշխատանք է արվել այս ամեն ինչը փաստագրելու համար, թարգմանելու համար, բերելու համար պատշաճ ֆորմատի ու ներկայացնելու համար։ Մենք նույնիսկ թարգմանել էինք այն Լիդիայի մոտից, այսպես ասած, հայտնաբերված այդ ծիծաղելի ահաբեկչության պլանը, դրանք թարգմանել ենք բառ առ բառ, ներկայացրել ենք հատուկ հանձնակատարին, նշելով, որ տեսեք, սա այն ապացույցն է, որը Հայաստանի իշխանությունները համարում է որպես ահաբեկչության պլան։ Եվ այդքանից հետո, այսինքն հավելյալ ապացույցի կարիք չէր զգացել ՄԱԿ-ը, որպեսզի մեզանից լրացուցիչ ապացույցներ, որտեղ ամեն ինչ պարզ էր, եւ իրանք արդեն իսկ այդ փաստերի հիման վրա արձանագրել են իրենց մտահոգությունները եւ հարցադրումը, որ ուղղված է եղել Հայաստանի իշխանություններին, ասել են փաստ ներկայացրեք, լավ, ինչի է ծանր մեղադրանքը այս իրավիճակում, եւ եթե ծանոթանաք Հայաստանի ներկայացրած պատասխաններին, կտեսնեք, որ այնտեղ որևէ փաստ չկա, ուղղակի այդ
չգիտեմ, այդ անհեթեթ մեղադրանքի թարգմանությունն է ներկայացրած։ Դուք ծանոթացել եք ներկայացուցչի տված պատասխանին եւ նաեւ կուզեի հասկանալ այդ 8 ամսվա ընթացքում պարբերաբար ինչ որ պատասխաններ ներկայացվել են, թե այդուհանդերձ ձեր կողմից ներկայացվել է, սպասել են ներկայացուցիչը, որ դրվագներին օրինակ ինչ պատասխաններ են։ Մենք դրվագներ չէ, սա առաջին կոմունիկացիան է, որը հրապարակվել է։ Այսինքն նույնիսկ մեզ հետ այդքան սերտ չի եղել շփումը, մենք ուղղակի սահմանափակվել ենք մեր արգումենտները ներկայացնելով, մեր փաստերը ներկայացնելով, ուղարկելով ի պատասխան իրանք միայն ցանկացել են, որպեսզի 18 արդարները տան իրենց համաձայնությունը, որպեսզի իրենց գործը քննվի եւ այդ համաձայնությունները պատշաճ ձևով ներկայացվել են։ Մնացած արդեն կոմունիկացիան ընդհանրապես դիվանագիտական մարմիններում միշտ կոնֆիդենցիալ է լինում եւ ՄԱԿ-ի ընթացակարգերը սահմանում են, որ որոշակի, այսինքն կոնֆիդենցիալ քննարկումներից հետո ինքը արդեն ենթակա կլինի հրապարակայնացման եւ մենք հասկանում ենք, որ այդ փաստ, այսինքն դեռևս այն ժամանակվանից իրանք առավել շատ քննարկել են գործը կառավարության հետ եւ եկել է մի կետը, որ իրանք արդեն հասկացել են, որ այս մտահոգությունները հիմնավոր են եւ արդեն հաջորդ կետը, որ արդեն հրապարակում են, ասում են համայն աշխարհ նայեք, տեսեք, թե այս պարագայում ինչքանով են հիմնավոր կամ հիմնավոր չեն կառավարության պատասխանները, մեր մտահոգությունները։ Փորձագիտական խմբի դիրքորոշման մեջ, ինչպես ձեր գրառման մեջ տեսանք, մտահոգիչ է եղել իշխանությունների ձեռնարկած միջոցները, որոնք համահունչ չեն մարդու իրավունքների Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Սրանց արձանագրումը ինչ է ենթադրում կամ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությանը որպես պետություն ինչ է սպասում սրանից։ Ես ասել եմ, որ արդեն իսկ այս արձանագրումով Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգին եւ ժողովրդավարության համակարգին տրվել է շատ կոշտ գնահատական եւ ակնկալում եմ, որ նաեւ այդպիսի գնահատական կտրվի վերջնական եզրակացությամբ ինքը արդեն իսկ անդառնալի վնաս է մեր այդ համակարգին, հեղինակությանը եւ արդեն գնդակը, այսպես ասած, մեր պետության դաշտում է կամ ուշքի կգան, կհասկանան, որ հավերժ չեն կարող ձևացնել կամ հավերժ չեն կարող հաճոյանալ այս կամ այն քաղաքական դերակատարներին եւ միջազգային հանրությունում այնուամենայնիվ կան կառույցներ, որոնք շատ հետևողական աշխատանքի արդյունքում անելու են համապատասխան հետևություններ ու ամեն ինչ այդպես հեշտ ու հանգիստ չի մարսվելու, ամեն ինչ ունենալու է իր գինը եւ եթե հարցնեք այնպես բան արգումենտ է նենց այո ինքը շատ ծանրակշիռ հանգամանք է, որովհետեւ Բենսոլը հակաահաբեկչական պայքարի գլխավոր զեկուցողը երևի աշխարհի մակարդակով շատ ավելի առաջին մարդն է, ով կարող է ահաբեկչության մասին եզրակացություններ անել եւ օրինակ ձևական իմաստով դատախազ Հայկ Հովհաննիսյանը կարող է ասել, որ իմ համար կարեւոր չի թե օրինակ Բենսոլը ինչ է ասել այս գործի վերաբերյալ, այստեղ բնականաբար դրա համապատասխան հեղինակության հետևանքները Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կրելու է իր մաշկի վրա։ Այսինքն դա պարզապես հեղինակային է դրա իրավունքները, թե օրինակ նաեւ պետությունը ֆինանսական պարտավորություններ։ Ոչ, այս չէ, քանի որ սա դատական գործընթաց չի, ինքը չի բացառում այս գործընթացը նաև դատարան դիմելը եւ կոնկրետ հատուցումներ պահանջելը, սա ավելի շատ իրավական արձանագրում է, էքսպերտային ծանրակշիռ կարծիք է, որը ընդհանուր առմամբ միջազգային հանրության մոտ տպավորություն է ստեղծելու Հայաստանում առկա ժողովրդավարության եւ արդարադատության վերաբերյալ։ Մեր ներպետական ատյանում քննվող գործի շրջանակներում ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Դե ես ասենք համարում եմ, որ արդեն իսկ այդ ազդեցությունը ունեցել է, որովհետև մենք հիմա ենք իմանում, որ այս նամակագրությունը ուղարկվել է մայիսի 11-ին եւ դրանից մոտավորապես 20 օր անց արդեն իսկ այդ հարցում ուղարկելուց 20 օր անց Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է։ Դրա հետ եք կապում տնային կանոնի։ Ես ենթադրում եմ, այո, որ հետագայում որևէ այլ փորձագիտական կարծիքի հրապարակվելու դեպքում մտադրություն կա, որ կարող է գործի։ Ես ասում եմ, որ եթե այս գործով մենք ունենանք, ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել,
եթե ունենանք այն ակնկալվող եզրակացությունը, ապա այս գործը իսպար փլվելու է, խայտառակ ձևով է փլվելու։ Ավելի ճիշտ արդեն իսկ ինձ թվում է հետևող մարդու համար, եթե կողքից նայում եք այդ ինչ կրկես է այնտեղ տեղի ունենում, ասենք ինչ որ մարդու տան սառը զենքեր են բերում, ով որ նույնիսկ այդ գործով վկա չի։ Բերում են ու մի ժամ քննում են, թե այդ, չգիտեմ, վառոդը, որ վառեցին, այդ խծուծիկի հետ ինչ եղավ եւ այլն, ասես նայում ենք այդ մի 100 հոգի մարդ նստած, չենք հասկանում, լավ, դա ինչի համար է, այդ կրկեսը ինչի համար է։ Բանական մարդու համար, ով որ այս գործը ունեմ, պարզ է, որ ինքը արդեն իսկ փլված գործ է։ Ուղղակի մեր բոլորի կյանքից խլում են ժամանակ, բոլորի ընտանիքներին տալիս են անդառնալի մեծ կորուստներ, ֆինանսական կորուստներ, այդ մարդիկ զրկվում են աշխատանքից, ազատությունից, ամեն ինչից զրկվում են, ու այդ է մեր հետևանքը լինում։ Այո, պետք է այս ամեն ինչի ես կհամարեմ այս գործը հաջողված եւ այս եզրակացությունը իր արդյունքին հասած եւ եթե մենք նույնիսկ չհասնենք, օրինակ վերդիկտի կայացմանը, այս գործում եթե մի քիչ այդ սթափությունը աշխատի, ուղղակի պետքա հաջորդ նիստին դատախազները կան, ասեն ներողություն, մենք հրաժարվում ենք այս մեղադրանքից, ասեք ինչ ենք տալիս ձեզ որպես փոխհատուցում ու գնանք տներով։ Ես ուրիշ լավ հետևանք, որովհետև այս գործը ինչքան շարունակվում է, այնքան այդ ծաղրը դեպի մարդու իրավունքներ շարունակվում է, այնքան ամեն պահի, երբ որ այդ մարդկանց վրա, չգիտեմ, հսկողության գործիք կա, ամեն պահի, երբ որ իրանք իրենց բան ու գործ թողած գալիս են այդ խեղճակատակությանը մասնակցելու, իրանց իրավունքը խախտվում է։ Իսկ այդ եզրակացության հրապարակման ժամկետներ հստակ կան, Չեմ կարող ասել, դեռևս քանի որ ինքը մեր իրավական հանրույթի համար նորամենքել ենք փորձարկում այս գործիքակազմերը, դեռևս չեմ կարող մոտավոր ժամկետներ ասել, բայց կարծում եմ, որ ավելի շուտ կլինի եւ ավելի արդյունավետ կլինի, քան օրինակ մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որտեղ ինքը ըստ էության շատ ավելի երկար է քննում գործերը։ Համարել էր սա առաջին փորձառությունը։ Այո, դուք կարող եք տեսնել, եթե ՄԱԿ-ի կայքում համապատասխան ֆիլտրը դնեք, Հայաստանի դեմ նմանատիպ ընդամենը 19 հաղորդակցություն ա եղել, եթե դրանցից հանենք Ադրբեջանի կողմից մուտքագրված դիմումները, որոնք պատերազմական գործողությունների հետ էին կապված, ապա ներհայաստանյան պրակտիկայում ընդհանրապես շատ քիչ են եղել, որ հենց այս կառուցակարգերով են դիմել եւ կարող եմ վստահ պնդել, որ ունեցած հաղորդակցությունների մեջ ամենաշատ մանդատ, այսինքն ամենաշատ հարցերը, որ առաջացել են հենց այս գործն է, ամենածանր մեղադրանքները հենց այս մեր գործով են։ Ճշգրտող հարց Զարյա 3-ի դրվագով, որովհետև հունիսի 12-ի գործում շատ առանցքային դրվագ է, չնայած որ մեր թե իրավապահ համակարգը եւ թե մարդու իրավունքների պաշտպանը օրինակ չեն բացահայտում ի վերջո դա կիրառվել էր դրա թույլտվությունը, չնայած որ առողջապահության նախարարը հետո արդեն իսկ ուներ ստորագրված որոշում հետին թվով մեր ներկայացուցիչը պարզաբանել է կիրառվել է թե ոչ։ Այդ մասում, եթե չեմ սխալվում, շատ ընդհանրական են ձևակերպումները, ընդամենը ասվում է, որ մենք անում ենք պատշաճ քննություն եւ այդ քննության ընթացքում կբացահայտվի բնականաբար որևէ արդեն իսկ բացահայտված իրավախախտման մասին այնտեղ արձանագրումներ չկան։ Եվ սրան ես մտածում եմ, որ ավելի մանրամասն առաջիկայում անդրադառնալու եմ, որովհետև կոնկրետ այդ տուժողների մասով, որոնք այսպես թվում է, թե պետք է այդպես էլ լիներ, պետությունը պետք է ուժ կիրառեր եւ անհամաչափ, ոչ թե անհամաչափ, այլ առհասարակ չհիմնավորված ուժ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ եւ պետք է այդպես էր անցնել, դա այդպես չի լինելու եւ այն մեղմ ասած ճշմարիտ չեն այն պնդումները, որոնք հնչեցվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, թե կլինի իրենց պատշաճ ռեաբիլիտացիան ապահովելու համար, թե պատշաճ քննություն իրականացնելու համար, դրանք բացարձակապես չեն ապահովելու։